Տարին ինչպես դիմավորում ես, այնպես էլ ապրում ես այն: Սա պարզապես խոսք չէ, այլ դարերով ձևավորված հավատք, որ մարդու մտքերը, խոսքերը և նույնիսկ գույները կարող են ուղղություն տալ ողջ տարվա էներգիային: Նոր տարվա գիշերը սահման է անցյալից դեպի ապագա, և այդ սահմանը պետք է անցնել գիտակցված, լուսավոր և հավատով: Տոնածառը համարվում է տարվա սիրտը: Տոնածառը խորհրդանշում է կյանքի շարունակությունը, աճը և պաշտպանվածությունը: Այն պետք է լինի կենդանի կամ գոնե բնականին մոտ, կանաչ, թարմ և լուսավոր: Կանաչը առողջություն, կայունություն, ընտանեկան խաղաղություն է խորհրդանշում, ոսկեգույնը ֆինանսական հաջողություն, հեղինակություն: Կարմիրը կյանքի ուժ, սեր, կրքոտ նպատակներ: Սպիտակը նոր սկիզբ, մաքուր էջից: Տոնածառը մի ծանրաբեռնեք, թող լինի շնչող, փայլուն, բայց ներդաշնակ: Լույսերը պարտադիր պետք է լինեն տաք երանգի, դեղնավուն, որպեսզի տունը լցվի ջերմությամբ: Խորհուրդ է տրվում կախել նաև խորհրդանշական զարդեր, փոքրիկ բանալի, փակված դռների բացման համար, զանգակներ լավ լուրերի համար: Իսկ ի՞նչ հագուստ կրել նոր տարվա գիշերը: Այդ գիշերը հագուստը պարզապես գեղեցկության իր չէ, այն ձեր ուղերձն է տիեզերքին: Ահա գույները, որոնք բերում են հաջողություն: Կարմիր՝ ուժ, ինքնավստահություն: Ոսկեգույն՝ ճանաչում, հաջող գործարքներ: Կանաչը՝ կայուն աշխատանք, առողջություն, իսկ սպիտակը՝ նոր սկիզբ: Հագուստը պետք է լինի հարմարավետ: Չի կարելի սեղմ, ծանր կամ անհարմար զգեստ կրել: Դա սեղմում է նաև տարվա էներգիան: Սեղանը պետք է լինի լի, բայց ոչ խճճված: Ամենուտեստ ունի իր խորհուրդը: Հացը կամ լավաշը՝ մշտական բարեկեցություն, նուռը՝ բարգավաճում, ընտանիքի միասնություն: Շատերը սեղանի տակ դնում են մետաղադրամ կամ թղթիկ, որի վրա գրված է մեկ հիմնական ցանկություն: Դա պահում են մինչև հունվարի 7-ը: Երբ ժամացույցը խփում է 12 անգամ, ժամանակը կարծես կանգ է առնում: Այդ պահը պետք է օգտագործել ճիշտ: Ինչ չի կարելի անել նոր տարվա գիշերը: Տունը թողնել կեղտոտ կամ անկարգ: Կրել կոտրված ափսեներ դնել սեղանին կամ կրել մաշված հագուստ: Վիճել, լաց լինել, նեղանալ, սեղանին դնել դատարկ ափսեներ: Նոր տարվանից առաջ ազատվել հին, կոտրված, չօգտագործվող իրերից: Ամեն հին իր պահում է հին էներգիա: Հատկապես կարևոր է, որ դուռը մաքուր լինի, հայելիները փայլեն և անկյուններում փոշի չլինի: Նոր տարին հրաշք չի բերում միայն նրանց, ովքեր հրաշքի չեն սպասում: Այն ուժ է տալիս նրանց, ովքեր հավատում են, պատրաստվում են և բաց սրտով ընդունում նոր սկիզբը: Դիմավորեք տարին խաղաղ սրտով, մաքուր մտքով և վստահությամբ: Այն անպայման կպատասխանի ձեզ նույն կերպ: 2026 թվականը, ըստ արևելյան օրացույցի, լինելու է կրակետ ձիու տարի: Սա համարվում է ուժեղ, ակտիվ, ճակատագրական և շրջադարձային տարի: Ձին խորհրդանշում է ազատություն, արագություն, շարժում դեպի առաջ, ինքնուրույնություն, հաղթանակ պայքարի միջոցով: 2026-ը հարմար չէ կանգնելու կամ սպասելու համար: Սա այն տարին է, երբ կյանքը քաշում է առաջ, ուզես թե ոչ: Կրակե տարվա ազդեցությունը: Կրակն ավելացնում է խիզախությունը, կրքոտությունը, հանկարծակի որոշումները, մեծ էներգիա է բերում, բայց նաև կարող է բերել շտապողականություն, նյարդայնություն, հուզական պայթյուններ: Այսինքն հաղթում են նրանք, ովքեր կարողանում են կառավարել իրենց զգացմունքները: Ինչպիսի տարի կլինի 2026-ը: Ընդհանուր առմամբ, լավ տարի է նոր գործ սկսելու համար, մասնագիտություն փոխելու, տեղափոխվելու, ճամփորդելու, սեփական ուժերին վստահելու համար: Զգուշությամբ պետք է գումարի հետ ռիսկ անել, կոնֆլիկտների մեջ մտնել, շտապ որոշումներ կայացնել, հատկապես սիրո հարցերում: Տարին գումար է բերում հատկապես ակտիվ մարդկանց: Լավ է սեփական բիզնես, ազատ աշխատանք, սոցիալական ցանցեր, մեդիա, ստեղծագործական ոլորտի աշխատողների համար: Վատ է արագ հարստանալու սխեմաներ մտածողների և պարտքեր առանց հաշվարկի մարդկանց համար: Կրակե ձին բերում է կրքոտ, բայց անկայուն հարաբերություններ: Շատերը կսիրահարվեն արագ, բայց միայն անկեղծ կապերն են երկար ապրելու: Կեղծ հարաբերությունները կքանդվեն: Լավ տարի է ճշմարտությունը պարզելու համար:
Ահա թե որ գույներն են հաջող 2026 թվականին կարմիրը, նարնջագույնը, ոսկեգույնը և կանաչը։ 2026-ին հաջող են նրանք, ովքեր սպասում են «Ես շարժվում եմ առաջ», նույնիսկ եթե վախենում եմ կարգախոսով։ Գլխավոր կանոնը 2026-ի համար՝ մի կանգնեք տեղում, ձին հաջողություն է բերում շարժվող, փորձող, չվախեցող մարդկանց։ Միշտ ունեցեք շարժման մեջ գտնվող օր, սկսեք նոր գործ, թեկուզ փոքր, փոխեք առօրյան, ճանապարհորդեք թեկուզ կարճ, սովորեք նոր բան։ Տանը պահեք հաջողության խորհրդանիշներ, ձի ու փոքրիկ արձանիկ կամ նկար, բանալի, նոր հնարավորությունների համար, մետաղադրամներ կամ դրամապանակում, թղթադրամներ, մի դրեք ձի ու արձանիկը ննջասենյակում։ Հագուստի և արտաքին տեսքի համար հետաքրքիր խորհուրդներ, հաճախ կրեք կարմիր, կանաչ կամ ոսկեգույն մանրուքներ, միշտ մաքուր և խնամված եղեք, խուսափեք մաշված, պատռված հագուստից։ Արտաքին կարգուկանոնը ներսում կարգուկանոն է ստեղծում։ Իսկ դուք գիտեք, որ խոսքը ուժ ունի։ Մի ասեք չի ստացվի, բախտ չունեմ, փոխարենը ես կգտնեմ լուծում, բախտը իմ կողմն է, խոսքը ձևավորվում է տարվա ընթացքում։ Նոր տարվա և տարվա ընթացքում արվող փոքրիկ ծես, ամսվա առաջին օրը բացեք պատուհանը 1-2 րոպե և մտքում ասեք՝ բաց եմ նոր հնարավորությունների համար։ Ինչից խուսափել այս տարի՝ ծուլություն, նեղացկոտություն, անընդհատ բողոքելու սովորություն, վեճեր փողի պատճառով։ Կրակե ձին արագ փակում է այդ ճանապարհները։ 2026-ին հաջողակ են նրանք, ովքեր վստահ են իրենց վրա, շարժվում են առաջ, չեն վախենում սխալվելուց, հիշեք՝ ձին չի սպասում, նա վազում է դեպի իր նպատակը։